Իհարկե պետք է արձանագրենք, որ Հայաստանում մեզ ծանոթ process-ները 180 աստիճան շրջվել են, երբ որ կառավարող կուսակցությունը եւ կառավարությունը ընտրությունների արդար եւ ազատ անցկացման ջատագով է, իսկ ընդդիմությունը որպես գործիք ունի հիմնականում ընտրությունների արդյունքները կեղծելը եւ կեղծիքների մեխանիզմներ օգտագործելը, բայց իհարկե նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ մարմիններին, գլխավոր դատախազությանը, քննչական կոմիտեին, հակակոռուպցիոն կոմիտեին, ով ընտրակաշառքների դեմ պայքարի հիմնական լիազոր մարմինն է, ներքին գործերի նախարարությանը, ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այս մասշտաբի ես չեմ հիշում, որ մենք այս մասշտաբի պայքար ունեցած լինենք ընտրակաշառքների եւ ընտրողների ազատ կամ արտահայտման վրա ապօրինի գործադրվող ճնշումների դեմ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներին աննախադեպ ծավալի աշխատանքի համար։ Իհարկե սա ցույց է տալիս նաև մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը, որովհետև մի շարք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ ենք մենք իրականացրել, որոնք իրենց արդյունքը տվել են, բայց մյուս կողմից ես ուզում եմ մտահոգությունս հայտնել հետեւյալի հետ կապված, որ Հայաստանում ընդհանրապես կան հանցագործությունների տեսակներ, որոնց նկատմամբ ինչ-որ տենց հանդուրժողականության չհամաձայնեցված մթնոլորտ է ձևավորված, մի ուղղությունը ընտանեկան բռնությունների հետ կապված ուղղությունն է, մյուս ուղղությունը ընտրակաշառքների հետ կապված ուղղությունն է, որովհետև ընտրություններն անցնում են, արդեն ասում ենք դե լավ, դե անցավ ընտրությունները, հետեւաբար ընտրակաշառք տվողները եւ ստացողները կարող են գնալ իրենց գործերին։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան պետք է արմատապես փոխվի։ Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Եթե սրա համար անհրաժեշտ են իրականացնել օրենսդրական ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխությունները անհրաժեշտ է հիմա անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք է փոփոխություններ։ Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտրակաշառք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, միջև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է եւ պետք չի հետո խղճահարության տեսարաններ սարքել։ Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են եւ եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկա, մեր ժողովուրդը եւ նրա ազատ կամքը եւ նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը։ Էլի եմ ասում, ընդհանրապես ես հասկանում եմ, որ իշխանությունների տարանջատման սկզբունքը եւ այլն, բայց երբ որ տարանջատված իշխանությունները մտնում են քաղաքական դաշտեր եւ սկսում են ազդեցություն գործել, այդ ժամանակ ոչ մեկ չի հիշում, որ իշխանության տարանջատման սկզբունք կա։ Ես ասում եմ, ընտրակաշառքների նկատմամբ, ընդ որում ամենաթոփ մակարդակից մինչեւ ամենաներքև մակարդակ կա հանդուրժողականություն։ Ես եւ չեմ զարմանա, եթե պարզվի, որ նախորդած ընտրությունների ընտրակաշառքի վրա բռնված ոչ մեկ այսօր բանտում չի։ Իրանք կարող մեծ հավանականությամբ դուրս են եկել իրենց գործը, ով որ տիմում բռնվել է, խորհրդանականում է շարունակել, խորհրդանակում շարունակածները շարունակելու են առաջիկա տիմերում։ Ես պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ստացած մարդ, ասում եմ, այդ մարդիկ միջև հաջորդ խորհրդանական ընտրությունների պաշտոնական ամփոփման օրը պետք է լինեն բանտում։ Ինչ սոցիալական խավեր լինեն, ինչ պաշտոններ լինեն, ինչ չափի հարստություն էլ ունենան։ Եվ մենք այդ թատրոններից արդեն հոգնել ենք, երբ որ դա այն ժամանակը ձգելու ես մեր ամփոփիչ հանրահավաքում էլ ասեց Սանտա Բարբարա սերիալ հիշեցնող դատավարություններին ի վերջո պետքա վերջ տրվի։ Ես այս քարոզարշավում իմ ամենամեծ դիսկոմֆորտը եղել այն, երբ որ մարդիկ ինձ շատ կոնկրետ ասել են, այս գործը ինչի հանգուցալուծում չի ստացել, այն գործը ինչի հանգուցալուծում, եւ ես չունեմ պատասխաններ, որովհետեւ իրականում այդ հարցերի հասցեատերը ես չեմ։ Բայց դրա մասին ոչ մեկ չգիտի, որ ես չեմ։
Եվ դրա քաղաքական պատասխանատվությունը կրում եմ ես եւ ես կրում եմ դրա քաղաքական պատասխանատվությունը եւ հստակ դնում եմ հարցը, որ այդ խնդիրները պետքա լուծվեն։